Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համառոտ։ Պատմական պահ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարար Լորդ Վերնոն Քոքերը պաշտոնապես բացել է Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին մշտական պաշտպանության բաժին։ Երևանի եւ Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փոխեց մթնոլորտը Կովկասում։ Դոհա ֆորում 2025-ի շրջանակում դեկտեմբերի 6-ին կանցկացվի Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի մասնակցությամբ պանելային քննարկում, որը նվիրված կլինի Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղությանը։ Վիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Զինիրլիօղլուի հետ։ Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Երեք խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ռոշյան փողոցում բախվել են 7 ավտոմեքենաներ, կա 1 զոհ, շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայել Միշուստինը կարգադրել է ստորագրել Կանադայի, Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հետ ռազմական ոլորտում կնքված պայմանագրերը խզելու մասին։ Օրվա միջազգային լրահոսը։ Ցավալի լուր, կյանքից անժամանակ հեռացել է անվանի բժիշկ Արտավազ Բագրատ Իսահակյանը։ Պլաստիկ եւ միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժը մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարել է 50,000 վիրահատություն։ Պատմական պահ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարար Լորդ Վերնոն Քոքերը պաշտոնապես բացել է Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին մշտական պաշտպանության բաժինը, այս մասին հայտնել է դեսպանությունը։ Այս կարևոր քայլն արտացոլում է Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ հանձնառությունը աջակցելու Հայաստանի պաշտպանական կարողություններին, ինքնիշխանությանը եւ անվտանգությանը, ասված է հաղորդագրության մեջ։ Երևանի եւ Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փոխեց մթնոլորտը Կովկասում, այս մասին էլ ասել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դոհայում Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի մասնակցությամբ կայացած պանելային քննարկմանը։ Նա նշել է, թե ներկայում Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են ոչ թե բուն հակամարտությունը, այլ այն, թե ինչպես ամրապնդել խաղաղությունը։ Երևանի եւ Բաքվի որոշ դիրքորոշումներ չեն համընկնում, սակայն կողմերը կամրապնդեն գործակցությունը, որպեսզի ապագան լինի հնարավորինս լավ։ Անհրաժեշտ է երկու կողմերի քաղաքական կամք, իսկ միջազգային հանրությունը կարող է աջակցել խաղաղության կառուցմանը, ասել է նա։ Իսկ Հիկմեթ Հաջիևը նշել է, թե հիմնվելով արդար խաղաղության վրա կողմերը ստեղծում են նոր իրողություններ եւ նոր ստատուս քվո Հարավային Կովկասում։ Նրա խոսքով աշխարհի տարբեր տարածաշրջաններում նախկինում ստորագրված շատ խաղաղության համաձայնագրեր արդյունք չեն տվել, քանի որ կողմերը ստորագրումից հետո թուլացրել են խաղաղությանն ուղղված ջանքերը, բայց Ադրբեջանն ու Հայաստանը փորձում են խուսափել նման իրավիճակից։ Երկու կողմեր հասկանում են, որ խաղաղությունը գործընթաց է, որը մշտական աշխատանք է պահանջում, ընդգծել է Հաջիևը։ Նա հավելել է, Բաքուն եւ Երևանը մշտական կապ են պահպանում եւ առաջ են տանում արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան եւ Սիրիայում հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարակը Արաբական Էմիրություններում կազմակերպված կոնֆերանսի ընթացքում խոսել է տարածաշրջանի զարգացումներից եւ Թուրքիա-Միացյալ Նահանգներ հարաբերություններից, նշելով, որ երկու երկրների միջև հարաբերություններում ճգնաժամը կարող է 4-ից 6 ամսվա ընթացքում կարգավորվել։ Նա անդրադարձել է նաեւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը եւ հույս հայտնել, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջև սահմանը կբացվի։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարևորագույն դեր են խաղում Ադրբեջանի ու Հայաստանի համար։ Վիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Զինիրլիօղլուի հետ, զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Տարածաշրջանային փոխկապակցվածության ամբողջ ներուժի իրացման հարցում նախարար Միրզոյանը ընդգծել է TRIP նախագծի կյանքի կոչմամբ եւ բաց սահմաններով ավելի լայն ապաշրջափակման ապահովման կարեւորությունը։ Ինչպես հայտնի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում էր մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ հանդիպմանը, որի ժամանակ հանդես է եկել ելույթով։ Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, խոսել հաղորդակցությունների ապաշրջափակման մասին։ Միրզոյանը հայտարարել է, որ խաղաղության ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները տարածաշրջանի համար բացում են նոր հնարավորություն այն վերափոխելու անվտանգ, փոխկապակցված եւ տնտեսական առումով կենսունակ հանգույցի։ Վիեննայում արտաքին գործերի նախարարը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների հետ։ Մենք իրական հնարավորություն ենք տեսնում տարածաշրջանը վերափոխելու, այն դարձնելով անվտանգ, փոխկապակցված եւ տնտեսական առումով կենսունակ հանգույց։ Այս մասին Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ հանդիպմանն ունեցած ելույթում հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն, ընդգծելով, որ խաղաղության ուղղությամբ ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները կարող են նոր էջ բացել Հարավային Կովկասում։ Ելույթում նախարարն արձանագրել է, որ միջազգային համակարգը վերափոխումների փուլում է եւ այդ պայմանները
սահմաններում առավել քան երբևէ արդիական են Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքները՝ պետությունների ինքնիշխան հավասարություն, տարածքային ամբողջականության հարգում, սահմանների անխախտելիություն եւ վեճերի խաղաղ կարգավորում։ Միրզոյանը հատուկ ընդգծել է Վաշինգտոնում օգոստոսին կայացած եռակողմ հանդիպումն ու հայ-ադրբեջանական հարաբերություններում գրանցած առաջընթացը։ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում մենք միասին դիմել ենք ԵԱՀԿ գործող նախագահին, առաջարկելով լուծարել Մինսկի գործընթացի կառույցները, ինչը պաշտոնապես նշանավորեց հակամարտության ավարտը։ Նախարարը խոսել է նաեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, ընդգծելով, որ նոր տնտեսական եւ լոգիստիկ ուղիները կարող են տարածաշրջանը վերածել մրցունակ հանգույցի։ Թրիփի իրականացման եւ հաղորդակցությունների բացման արդյունքում Հարավային Կովկասը կարող է դառնալ Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան կապող արդյունավետ միջանցք։ Նա ողջունել է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ տարանցիկ սահմանափակումների վերացումը եւ նշել, որ առաջին բեռներն արդեն հասել են Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային երթուղով։ Ելույթում անդրադարձ եղավ նաեւ ժողովրդավարության դեմ ուղղված սպառնալիքներին։ Խառնածին սպառնալիքներն, այդ թվում ապատեղեկատվությունը, կիբերհարձակումներ, արտաքին միջամտություն ու մանիպուլյացիան, նաև խոսելիության գործիքավորումը նպատակ ունեն ոչ միայն թուլացնելու պետական ինստիտուտներն, այլև խարխլելու ժողովրդավարական կենսակերպը, քայքայելով հանրային վստահություն եւ բևեռացնելով հասարակությունները։ Հայաստանն այժմ պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ ուզում եմ ընդգծել, որ մենք այժմ բախվում ենք նման մարտահրավերների աճող ալիքին։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ մենք շարունակում ենք վճռականորեն հանձնառու լինել ընտրական գործընթացը բարձրագույն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան իրականացնելու հարցում, համաձայն մեր համոզմունքների, մեր քաղաքացիների ակնկալիքների եւ ԵԱՀԿ մեր պարտավորությունների։ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆինլանդիային նախագահության արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել Շվեյցարիային հաջորդ տարի ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։ Վիեննայում անցկացվող համաժողովի ընթացքում Արարատ Միրզոյանը նաեւ երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Նա հանդիպել է Հունգարիայի, Գերմանիայի, Վրաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Ալբանիայի եւ այլ գործընկերների հետ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը կողմերի հետ քննարկել է Հայաստան-Եմեն նոր ռազմավարական գործընկերության խորացման, տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի, տարածաշրջանային խաղաղության եւ գործակցության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, դիմակայության եւ կիբերանվտանգության հարցեր։ Նաեւ անդրադարձ է եղել մակրոտնտեսական եւ ներդրումային հնարավորություններին, հումանիտար ծրագրերին, ներառյալ փախստականների աջակցությանը, նաեւ ԵՄ-ի եւ գործընկեր երկրների հետ տեխնիկական գործակցության հնարավորություններին։ Երկուստեք վերահաստատել են փոխհարաբերությունների ընդլայնման պատրաստակամությունը, քննարկել են առաջիկա բարձր մակարդակի այցերի նախապատրաստումը, եվրոպական ինտեգրման գործիքակազմի արդյունավետ օգտագործումը, նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը, ներառյալ Թրիփի ուղղառաջ մղումը, սահմանի բացման հեռանկարները եւ գործարար կապերի խթանումը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է վաղարշաբաթի նորընտիր համայնքապետ Արգիշտի Մեխակյանի երթմնակալության արարողությանը, այս մասին տեղեկանում ենք Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից։ Ավելի վաղ հայտնել ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է վաղարշաբաթ համայնքի հավաքական ընտրությունների վերջնական արդյունքները։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել էր 15298 քվ, 19 մանդատ։ Անդրադառնանք այլ թեմաների, 3 խոշոր եւ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, Պրոշյան փողոցում բախվել են Երևանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանի վարած Տեսլա Մակնիշի, 28-ամյա Սևակ Գաֆարյանի Kia Forte Մակնիշի եւ Երևանում հաշվառված 21-ամյա Միքայել Շահբազյանի վարած Hyundai Մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներից Գաֆարյանը տեղում մահացել է, իսկ Տեսլայի վարորդ Մանուկյանը տեղափոխվել հիվանդանոց։ Ավտովթարի հետևանքով նշված մեքենաները բախվել էին ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 4 ավտոմեքենաներին։ Որոշ տեղեկություններով Տեսլայի վարորդ Գոհար Մանուկյանը դեպքի պահին գտնվել է ոչ սթափ վիճակում եւ իր մոտ չի ունեցել հայկական վարորդական վկայական։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Տատախազություն ընթացք հետևել վարչապետի տիկնոջ հաղորդման ավելի վաղ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնել էր, որ իր անունով գործարարների վրա հնարավոր ճնշումների եւ 88 սուպերմարկետների ցանցի հետ կապված ահազանգերի վերաբերյալ դիմել է գլխավոր տատախազություն, խնդրելով քննություն իրականացնել։ Նա ընդգծել է, որ նման գործողությունները, եթե հաստատվեն, ենթադրում են քրեական պատասխանատվություն եւ կոչ է արել տուժած գործարարներին դիմել իրավապահներին։ Օրեր առաջ Աննա Հակոբյանը գրառում էր կատարել, նշելով, որ 88 սուպերմարկետների հետ ոչ մի առնչություն չունի։
Արշակ Սրբազանը կալանավորվել է 2 ամսով, քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից։ Արդյունքում ընթացք է ստացել եւ ուսումնասիրվել 2018 թվականի հուլիսի 20-ին նախաձեռնված քրեական վարույթը անհայտ անձի կողմից Հայ առաքելական եկեղեցու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանատան ընդունարանում ՀԱ-ին ապօրինի մարիխուանա տեսակի թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ։ Արդյունքում պարզվել է, որ ՍԽ-ն նախնական համաձայնության է եկել իր անմիջական ենթակայությամբ ծառայող սարկավակ ՍՏ-ի եւ դեռևս չպարզված անձի հետ, որոնք 2018-ին ակցիայի մասնակից ՀԱ-ին ապօրինի իրացրել են մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Ապա ՍԽ-ի հրահանգով ՍՏ-ն իր հեռախոսահամարից զանգահարել է ոստիկանության Վաղաշապատի բաժին եւ հայտնել ակցիայի մասնակիցների մոտ կասկածելի իրերի հնարավոր առկայության մասին։ Միաժամանակ ոստիկանության աշխատակցին ուղարկելով իր կողմից արված լուսանկարը, որից հետո ոստիկանության ծառայողների կողմից կատարված զննությամբ ՀԱ-ի ուսապայուսակից հայտնաբերվել է վերջինիս ապօրինի իրացված մարիխուանա տեսակի թմրամիջոցը։ ՍԽ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Հոկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մեղադրանքով եւս 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Մեղադրանք է ներկայացվել Վարդան Ղուկասյանի որդուն Սպարտակ Ղուկասյանին, Գյումրու փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Արաքելյանին, համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պարտականությունները կատարող Արտյոմ Մկրտչյանին, Վարդան Ղուկասյանի օգնական Կարապետ Ղուկասյանին։ Այս մեղադրանքով առայժմ ձերբակալված են Արտյոմ Մկրտչյանն ու Կարապետ Ղուկասյանը։ Մյուս մեղադրյալ Ավետիս Արաքելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ Վարդան Ղուկասյանի որդին այլ մեղադրանքով այժմ կալանավորված է։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանին մինչև 12 տարվա ազատազրկում է սպառնում մեղսագրվող արարքների հաստատվելու դեպքում։ Դատարան գնացած գործով պարզվել է, որ պատգամավորը $200,000 է պահանջել առանց կարանտինի 150-ից 200,000 մանր եղջերավոր արտահանելու միջնորդության եւ $23,000 դպրոցին պատկանող տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար։ Քրեական ոստիկաններին հաջողվել է պարզել անօրինական միգրացիա կազմակերպելու ամբողջ մեխանիզմը։ Ըստ նախնական տվյալների մայրաքաղաքի Սարիթաղի 23-ամյա մի բնակիչ տեղեկանալով, որ Նոր-Նորքի բնակիչ 56-ամյա տղամարդը կազմակերպում է Միացյալ Նահանգներ մուտքի արտոնագրերի ստացում, դիմում է նրան։ Տղամարդը $1,000 դիմաց կնոջն ուղղորդում է Բելգիա Բրյուսելում գտնվող Միացյալ Նահանգների դեսպանատնից վիզա ստանալու։ Կինը մեկնում է, սակայն նոյեմբերի 7-ին մերժված վերադառնում Հայաստան։ Այս անգամ 56-ամյա տղամարդը կնոջն առաջարկում է մուտքի արտոնագիր ստանալ Հայաստանի Միացյալ Նահանգների դեսպանատնից, տրամադրում է փաստաթղթերի փաթեթ, այդ թվում կնոջ աշխատավայրի վերաբերյալ տեղեկանքներ Հայաստանի բանկերից մեկից եւ անգլերենի ուսուցման կենտրոնում ուսանելու փաստաթուղթ։ Նաեւ պայմանավորվում են, որ դրական արդյունքի դեպքում կինը տղամարդուն կվճարի $10,000։ Կինը դիմում է դեսպանատուն ոչ ներգաղթային ուսանողական վիզա ստանալու նպատակով, սակայն քրեական ոստիկանները պարզում են, որ փաստաթղթերը կեղծ են եւ կինը երբևէ չի աշխատել հիշյալ բանկում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կկանգնի դատարանի առաջ, ավարտվել է նրա գործով քրեական վարույթի նախաքննությունը։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի խոսքով իր վարույթում գտնվող քաղաքացիական գործով Նաիրա Գրիգորյանը խախտումներ է թույլ տվել կամ չի արձանագրել վարույթային մի շարք խախտումներ, որոնք անհնար են դարձրել արդարադատությունը։ 42-ամյա Արմինե Մկրտումյանին սպանելուց հետո ենթադրյալ մարդասպանը, նրա վզնոցն ու ականջողները գողացել եւ գրավադրել է։ Ենթադրյալ մարդասպանը տաքսու վարորդ է եւ նախնական տվյալներով գողության նպատակով է նրան սպանել։ Արմինե Մկրտումյանի մարմինը հայտնաբերվել էր Գրիբոեդով բնակավայրի դաշտամիջյան հատվածում։ Կարճատև դադարից հետո կշարունակենք թողարկումը։
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայել Միշուստինը կարգադրություն է ստորագրել Կանադայի, Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հետ ռազմական ոլորտում կնքված պայմանագրերը խզելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։ Կարգադրության համաձայն Ռուսաստանի ԱԳՆ-ն պետք է կանադական, ֆրանսիական եւ պորտուգալական կողմերին տեղեկացնի ընդունված որոշման մասին։ Ուկրաինական անօթաչուները գիշերը հարվածել են Ռուսաստանի Ռիազանի եւ Վորոնեժի շրջաններին։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել բազմահարկ բնակելի շենքի տանիքում, անօթաչուների բեկորներն ընկել են արդյունաբերական օբյեկտի տարածքում, ասել է Ռիազանի նահանգապետ Պավել Մալկովը։ Ռուսական անօթաչու թռչող սարքերը եւ հրթիռները իրենց հերթին խոցել են Կիևի մերձակայքում գտնվող երկաթուղային հանգույցը։ Միջազգային նորությունները դիտեք տեսաշարով։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է Ուկրաինային փոխանցել մոտ 8 միլիարդ ֆունտ ստերլինգ Ռուսաստանին պատկանող եւ 2022 թվականից սառեցված ակտիվներից, սակայն դրանց ապահովելափակմանն ու փոխանցման մեխանիզմը դեռ մշակված չէ։ Արտգործնախարար Իվետ Քուփերը պաշտպանել է նախաձեռնությունը, նշելով, որ Ուկրաինայի զգալի ֆինանսավորումը կարող է Ռուսաստանին մղել բանակցությունների։ Ռուսաստանի ակտիվների շուրջ 260 միլիարդ եվրոն սառեցված է արևմտյան երկրներում։ Դրանց մեծ մասը գտնվում է Բելգիայում։ Եվրոպայում միաժամանակ քննարկվում է նաև ռուսական ակտիվների գրավադրմամբ 140 միլիարդ դոլարի ռեպարացիոն վարկ տրամադրելու տարբերակը։ ՆԱՏՕ-ն Դանիայի, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի պաշտպանության պլանավորումը Բրյուսելի շտաբից տեղափոխում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Նորֆոլք քաղաք։ Որոշումն ըստ դաշինքի Եվրոպայում միավորված ուժերի հրամանատար Ալեքսուս Գրինկևիչի ուղղված է հյուսիսում եւ Եվրոատլանտյան տարածաշրջանում պաշտպանական դիրքերի ամրապնդմանը։ Փոփոխությունն ուժի մեջ է մտել այսօր, իսկ հանդիսավոր արարողությունը կանցկացվի Ֆինլանդիայում։ Նորֆոլքի շտաբը մինչև հիմա վերահսկում էր Ատլանտյան օվկիանոսի, Արկտիկայի, Գրենլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի եւ Միացյալ Թագավորության անվտանգության ոլորտները։ Որոշումը կայացվել է այն պայմաններում, երբ վերջին ամիսներին մի շարք եվրոպական երկրներում ռազմավարական օբյեկտների տարածքներում պարբերաբար հայտնվում են անօթաչուներ։ Դանիան դրան կապում է Արևմուտքի դեմ Ռուսաստանի հիբրիդային պատերազմի հետ, սակայն Մոսկվայի ներգրավվածությունը պաշտոնապես չի հաստատվել։ Ռուսաստանի վարչապետ Միխայել Միշուստինն ու Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հեռախոսազրույց են ունեցել, քննարկելով երկկողմ տնտեսական, գիտական եւ տեխնիկական գործակցության ընթացքը։ Ռուսական կողմի փոխանցմամբ կողմերը կարևորել են արդյունաբերության, էներգետիկայի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի առաջխաղացումը, նաեւ ԱՊՀ ձևաչափում գործակցության զարգացումը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին եւ առաջին տիկին Մելանիա Թրամփին Ռուսաստանից 7 ուկրաինացի երեխաներին վերադարձնելու գործում աջակցություն ցուցաբերելու համար, հայտնում է BBC-ն։ Զելենսկին նշել է, որ երեխաներին հայրենիք վերադարձնելը արժե ամեն ջանք, հավելելով, որ դեռ հազարավոր առևանգված երեխաներ պետք է վերադարձվեն եւ Կիևն ապավինում է լայն միջազգային աջակցությունը։ Սպիտակ տան տվյալներով Ուկրաինայում արդեն վերամիավորվել են 7 երեխաներ, 6 տղա եւ 1 աղջիկ։ Մելանիա Թրամփը հայտարարել է, որ իր հանձնառությունն է ապահովել երեխաների անվտանգ վերադարձը։ Ռումինիայի ընդդիմությունը 6-րդ անգամ նախաձեռնեց անվստահության քվեարկություն վարչապետ Իլյե Բալոժանուի նկատմամբ։ Այն կկայանա դեկտեմբերի 15-ին, հաղորդում է B1 հեռուստաընկերությունը։ Քվեարկությունը նախաձեռնել է ԵԽԽՎ Ռումինիան առաջինը խորհրդարանական խումբը, Փրկենք Ռումինիան դաշինքի աջակցությամբ։ Անվստահության նախաձեռնությունը ստորագրել են 118 падգամավոր, իսկ այն հաստատելու համար անհրաժեշտ է 463 ձայներից առնվազն 232-ը։ Ընդդիմությունը կառավարությանը մեղադրում է հարկերի բարձրացման, կրթության ոլորտի կրճատումների համար։ Բալուժանուն իր հերթին հայտարարում է, որ Ռումինիան բախվել է ծանր տնտեսական իրավիճակի, ինչի պատճառով կառավարությունն ընդունել է ծախսերի կրճատման փաթեթ։ 2024 թվականին երկրի բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 9.4%-ը, իսկ 2025 թվականին իշխանությունը նախատեսում էր այն նվազեցնել մինչև 7%։ Թողարկման այս հատվածում զրուցել եմ Miss Հայաստան 2025 գեղեցկության ազգային մրցույթի առաջին վիցեմիս Մարիամ Խաչատրյանի հետ։ Բարի եկո Մարիամ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։
Որև ձեզ շնորհակալ եմ հրավիրելու համար։ Մարիամ ջան, սովորաբար ես իմ տաղավարում հյուրընկալում եմ քաղաքական վերլուծաբանների, քաղաքական գործիչների եւ խոսում եմ բավականին բարդ եւ ոչ հեշտ թեմաների մասին, աշխարհակարգի փոփոխություն, հայ-թուրքական հարաբերություններ եւ այսպես շարունակ։ Բայց գեղեցկությունը, որի մասին մենք միասին կխոսենք, կբացահայտենք մի շարք գաղտնիքներ, նույնպես որոշակի առումով քաղաքական թեմաներին առնչվում է եւ այդ մասին ավելի մանրամասն ու հանգամանալից կխոսենք, բայց ես ուզում եմ մեր հերոսայտողներին նշեմ, որ Մարիամ Խաչատրյանն է հյուրընկալվել մեր տաղավարում 2025 թվականի Միս Հայաստանի առաջին վիցեմիս հաղթող տիտղոսակիրը, նաև հանդիսատեսի համակրանք տիտղոսին են արժանացել, այնպես որ բավականին հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Մարիամ ջան, կխնդրեի սկսեիք նախ ամենասկզբից, ինչպես ստացվեց եւ ինչու որոշեցիք, որ հենց դուք եք մասնակցելու Միս Հայաստան 2025 մրցույթին։ Շնորհակալություն հարցի համար։ Ես այստեղ մանկության երազանքներով չեմ հասել։ Ես այստեղ եկել եմ գիտակցված եւ հստակ նպատակներով։ Սա եղել է շատ դժվար ճանապարհ, ինչը կարող եմ ասել, որ չի հարթել ոչ ոք։ Ինքնուրույն անցել եմ շատ դժվարին ու բարդ ճանապարհ մենակով։ Ինձ համար միշտ էլ հետաքրքիր է եղել գեղեցկության ոլորտը, միշտ ուսումնասիրել եմ այն հաղթողներին, ովքեր ունեն գեղեցիկ ճանապարհ, ովքեր անգամ կիսատ են թողնում իրենց ճանապարհը եւ հասկանալով, որ դա իմն է, իմ աշխարհն է, ես պատրաստվում եմ լինել այնտեղ, դեմ գնալով շատ հանգամանքների Մենք կբացահայտենք ընթացքում։ Ես եղա Միս Հայաստան 2025 թվականի միջազգային մրցույթի։ Այն ինչպես ծագեց այդ գաղափարը, այսինքն դա մանկության երազանք չէր, բայց դա ինչ որ մարտահրավեր էր, ինքդ քեզ նետել էր եւ որոշեցիր, որ պետք է հաղթահարես եւ գնաս դրան։ Դու խոսեցիր դժվարությունների մասին, մի փոքր կմանրամասնես, ինչ դժվարություններ էին հիմնականում։ Ես արդեն նշեցի, որ միայնակ եմ անցել այս ճանապարհը։ Բարդ եւ փշոտ ճանապարհ ես կասեի։ Այո։ Կուզենայի սկսել այնտեղից, որ երևի շատ դեպքերում շատ աղջիկներ երազում են մասնակցել եւ շատերին ոգևորում են իրենց ծնողները, շատերին ոգևորում են իրենց շրջապատը, բայց ինձ մոտ եղավ լրիվ հակառակը։ Իմ ընտանիքը դեմ գնեց։ Ես հարգելով նրանց վախերը շարժվեցի առաջ։ Թողնելով ընտանիքս, թողնելով իմ քաղաքը Վանաձորը, ես եկա Երևան ու սկսեցի ամեն ինչ մենակով։ Դժվար էր, իսկապես բավականին դժվար էր ու այս բառերը, որոնք որ ես հիմա ասում եմ, շատ մեղմ են հնչում։ Ես լսեցի ամենացավոտ ոչերը հենց ծնողներիս կողմից, քանի որ նրանք ինձ ասացին, դա քո տեղը չի, դու այնտեղ չես կարող լինել, դա դեմ է մեր արժեքներին, դա դեմ է մեր ավանդույթներին, բայց ես դրանք չկորցրեցի, ես դրանք ինձ հետ բեմ վերեցի եւ ցույց տվեցի, որ իրենց դաստիարակած աղջկան ես չկորցրեցի տարիների ընթացքում եւ հենց բեմում ամենաբարձրը իմ հայրն էր գոռում իմ անունը, դա արդեն հաղթանակ էր։ Բրավո, իսկապես, որովհետև քո վտիտ ուսերի վրա վերցել ես մի ամբողջ պատասխանատու եւ բարդ, երբ որ գալիս ես Վանաձորից, որքան էլ թվում է թե Երևանը շատ մեծ է, բայց այդքան էլ մեծ չի ու խոչընդոտները կրկին այստեղ էլ կան։ Ոնց էիր հաղթահարում։ Հաղթահարում էի ուղղակի չհանձնվելով։ Շատ դժվար էր։ Հատկապես դու նշեցիր միայնակ լինելով մենակ։ Այո։ Իմ ճանապարհը դա բավականին լուրջ կամք է։ Այո։ Պահանջում։ Ես անցել եմ միայնակ, ես անցել եմ ամեն անպատկերացնելի սիտուացիաների միջով, իրավիճակների, այո, իրավիճակների միջով շատ անգամներ ես ուղղակի բնակարան չեմ ունեցել մնալու։ Ես այստեղ բնակվում եմ արդեն 4 տարի վարձով եւ շատ ժամանակ ես իսկապես մնացել եմ դրսում, ինչի մասին երևի ես առաջի անգամ եմ խոսում, բայց ես չեմ հանձնվել ու ես միշտ մարդկանց աղջիկներին, ովքեր այսօր ինձ խնդրում են, դիմում են, ինձ խորհուրդ են հարցնում, ես մի բան եմ ասում, պայքարեք այն ամենի համար, ինչ սիրում եք, ուղղակի չհանձնվել, ունենալ աշխատասիրություն, չկոտրվել։ Ես անցել եմ միայնակ, բայց այսօր շատ աղջիկներ ունեն հնարավորություն անցնելու իրենց ծնողների կողքով, ունենալ աջակցություն։ Ես դա չեմ ունեցել, բայց եթե ես կարողացել եմ հասնել այստեղ, իրենք միանշանակ կարող են։ Կրկին բրավո, Մարիամ ջան, բայց դու նոր նշեցիր, որ արդեն երբ որ բեմում էիր, հայրդ ամենաբարձրն էր, ոգևորված, քո անունը հնչեցնում երևի, այ հետո նրանք ինչպես էին քո հետ խոսում։ Դու ինչպես նրանց ասեցիր, որ գիտեք, սիրելի ծնողներ, ահա, ողջ իրականությունը։ Ձեր դուստրը շատ նորմալ հասավ իր ամենաբարձր կետին։ Ցավոք սրտի կասեմ, որ մեր հանդիսատեսը շատ պահանջկոտ, քննադատ եւ մեր ազգը մի քիչ ուրիշ ձև ընկալումներ ունի մոդելինգի Միս Հայաստանի մասին,
Բայց ես կարող եմ նշել, որ ես կարողացա շատ ընտանիքների առջև լինել ապացույց, նաև իմ ընտանիքի առաջ լինել ապացույց, որ բարոյականություն, արժեքներ, ավանդույթներ եւ մեր հայեցին չեմ կորցրել ես։ Ես դա բերել եմ ինձ հետ։ Ես դա պատրաստվում եմ տանել ինձ հետ նաև Հայաստանից դուրս, ցույց տալու, թե ով է հայուհին։ Իսկապես ես դա կարողացել եմ ապացուցել։ Դրանից հետո, ինչ վերաբերում է ձեր կոնկրետ հարցին, իմ ծնողները ինձ էսպես ասեցին. Եթե դու անցել ես ամեն ինչի միջով առանց մեզ, իսկապես մենք լավ աղջիկ ենք դաստիարակել ու կարող ենք հենվել արդեն մենք քո վրա։ Շատ լավ, հիմա մի փոքր անդրադառնանք, ներքին թեմաներին, ինչպես էր ընթանում, ամբողջ process-ը։ Սովորաբար մրցակցությունը միշտ շատ է լինում, հատկապես այդ տեսակ միջոցառումներին, ել չեմ խոսում միջազգային արենաներում, թե ինչ խոչընդոտներ են ու ինչ դժվարություններ, մի հատ մեծ մսաղացի միջով անցնում ես, ողջ մնացիր, ուրեմն հաղթել ես։ Մեր դեպքում հայաստանյան, նման մրցույթներում ինչպես էր, մրցակցությունը կար, բնականաբար կլիներ, բայց ավելի տոքսիկ էր, ավելի քիչ տոքսիկ էր, ընկերներ ձեռք բերեցիր, ինչպես էր, մի փոքր խոհանոցից կպատմես, մարդ, որը հենց ներսում է եղել։ Մենք ի շնորհիվ Մամիկոն Դանելյանի, մենք բեմում մրցակիցներ էինք, այո, մենք աղջիկներով իրար հանդեպ մրցակցություն էինք տանում, բայց մրցակցությունից դուրս, բեմից դուրս մենք մի ընտանիք էինք, շատ համերաշխ, ես անկեղծ ասած զարմացած էի, որ սա իրականություն է, քանի որ մենք ֆիլմերում եւ իրականության հետ բախվելով հասկանում ենք, որ աղջիկների մեջ մրցակցությունը դա չափազանց լուրջ է, չափազանց դժվար է, ամեն ինչ հնարավոր է լինել, բայց կասեմ, որ Միս Հայաստանում ինչքան էլ որ եղել են փոքրիկ, շատ փոքրիկ խոչընդոտներ, մենք դա գեղեցիկ հաղթահարել ենք ինչպես ընտանիք։ Բեմի վրա այո մենք մրցակիցներ ենք եղել։ Ու այո, բեմում կանգնած վերջին մեր արդեն բոլոր աղջիկներով երբ որ կանգնած էինք բեմում, մենք արդեն հաղթած էինք բոլորով։ Ու չկար այդ նախանձությունը, վատ հայացքներն ու խոսակցությունները, մենք կուլիսներում միմյանց ուղղակի շնորհավորում էինք։ Կապ չունի թագը ումն էր, վիցեմիսով էր, երկրորդ վիցեմիսով էր, դա ընդհանրապես ոչ ոքի արդեն հետաքրքիր չէր։ Հիմա դու պատմում ես մի բան, որը տենց ուտոպիստական է թվում, բայց փաստորեն իրականում մեր իրականության մեջ, հայկական իրականության մեջ ամենայն դեպս մեկը մյուսին օգնելու, քաջարելու այդ գործընթացը կա, այսինքն մրցակից լինելով կարող են նաև լինել ընկերներ։ Այ ինչ խորհուրդ կտաս այն աղջիկներին, որոնք հիմա մեզ դիտում են, հիմա քեզ դիտում են, որոնց համար դու օրինակ ես, որոնց համար դու իսկապես այն ամենաբարձր օրինակն ես, որ 0-ից միայնակ այդքան գեղեցիկ, այդքան հեզ, քո վտիտ ուսերի վրա ամբողջ դժվարություն ես տարել ու եկել հասել ես հաղթանակի։ Ինչ խորհուրդ կտաս նրանց։ Խորհուրդ կտամ, որ չհանձնվեք ոչ մի վարքյան։ Ուղղակի չհանձնվել։ Ինձ իմ կյանքում հանդիպեց մի մարդ, ով սովորեցրեց, որ կյանքում եւ առհասարակ ցանկացած իրավիճակում կամ պետք է ընտրես ապրել կամ մեռնել։ Չկա միջին, չկա երրորդ տարբերակ։ Ես ուզում եմ իրենց խորհուրդ տալ, որ չընտրեք ուրիշ ոչ մի տարբերակ։ Ընտրեք ապրելը, ընտրեք աշխատասեր լինելը, ընտրեք չհանձնվելը, կապ չունի ոլորտը, կապ չունի ինչ եք ցանկանում, մի հանձնվեք, աշխատասիրությամբ գնացեք առաջ։ Այդ խոսեցինք, որ բավականին բարդ խոչընդոտներ ես հաղթահարել, դժվարություններ ունեցել ես, բայց հիմա ուզում եմ որպես արդեն մասնակից, որը հաղթել է արդեն եւ այսօր այստեղ նստած է մեզ հետ կիսվում է, իր կարծիքներն ու տպավորություններն է ներկայացնում էր հեռուստադիտողներին, այն բոլոր աղջիկներին, որոնք նույնպես կմասնակցեն ու ոչ պակաս կարևոր տեղեր կզբաղեցնեն։ Ամենադժվար պահը բեմում ո՞րն է։ Ամենաէմոցիոնալ բռնկումը ո՞րն է, որ դու ապրել ես։ Ես նշեցի, որ անցել եմ բարդ ճանապարհ, բայց ես անցնելու ժամանակ դա չեմ գիտակցել։ Ես դա չեմ հասկացել, դրա լրջությունն ու դժվարությունը։ Բեմում կանգնած, երբ որ մեզ արդեն իսկ կանոնները մեր հնչում էր, մենք առանձնանում էինք տասնյակի, հետո հնգյակի, ամենադժվար պահը դա էր։ Երբ հասկանում ես, որ ունես անցած ճանապարհ ու դու քո վրա վստահ, դու քո մեջ պիտի քեզ արդարացնես հանուն այն ամենի, ինչի միջով դու անցել ես, դու ունես ծնողներ, ովքեր դեմ են եղել, դու պետք է քեզ արդարացնես, ուղղակի չունես տարբերակ, բայց որոշումը քո ձեռքերում չի, որոշումը հանդիսատեսի եւ ժյուրիի ձեռքերում է։ Լսում եմ բոլորի անունները տասնյակում։ Ամենադժվար պահն էր ուղղակի իմ աչքերի դեմը սևացել էր, ես ոչինչ չէի տեսնում իսկապես։ Ես մենակ աշխատում էի լսեմ ու ոչ թե ինձ հույս տալ, որ իմ անունը կա, այլ իսկապես լսել իմ անունը։ Ես սկզբում լսեցի տասնյակում իմ անունը եւ այդտեղ հասկացա, որ վերջ։ Ես չունեմ շարունակություն այստեղ։ Ամենադժվարը ես արդեն ընդունել էի, որ ես այստեղ պարտվեցի։ Հետո հնգյակ
ու նորից նույնը կրկնվեց։ Ես հասկացա, որ հնգյակից հետո ես առաջ չեմ գնա։ Կյանքում չէի պատկերացնի, երբեք չէի հավատա։ Երբ որ արդեն մենք մեր հաղթողի հետ միասին բռնեցինք միմյանց ձեռքերը, ես հասկացա, որ միգուցե շատերը շատ բան չեն տեսնում, միգուցե ժյուրին շատ բան չգիտի, բայց Աստված ամեն ինչ տեսել է։ Ու ես իսկապես արժանացա վիցեմիսին, ու ի սրտե շնորհակալություն եմ ուզում հայտնել Մամիկոն Դանելյանին, մեր մրցույթի գլխավոր տնօրենին, իր շնորհիվ ես շատ դժվարություններ հեշտությամբ հաղթահարեցի, քանի որ կրկնում եմ, իմ կողքը չի եղել ոչ ոք, բայց նա իմ կողքը եղել է թե հայր, թե եղբայր, թե ընկեր, նա ինձ փորձել է հասկացնել, որ դժվար է, բայց դիմացիր։ Շատ դեպքերում թույլ չի տվել ես մրցույթի ժամանակից դուրս գամ, ես շատ դեպքերում փորձել եմ հանձնվել, բայց նա չի թողել ու ասել է, որ չի կարելի։ Եկել ես, ունես պատմություն, ինչի շնորհիվ ես իրոք պատմությանս ու հետ ճանապարհի շնորհիվ ունեցա հաղթանակը։ Մարդիկ գնահատեցին իմ անցած ճանապարհը։ Շատ հաճելի բաների մասին ես խոսում, շնորհակալություն իսկապես բոլորին, Մարիամ ջան, ես կցանկանայի նաև խոսել այն մասին, թե ինչ տվեց քեզ մրցույթը եւ մրցույթից առաջ ինչպիսին էր ընկերների, բարեկամների, գործընկերների, համակուրսեցիների, դասընկերների եւ այլն, այն մարդկանց վերաբերմունքը եւ մրցույթից հետո արդեն ինչպես է հիմա։ Միանշանակ մինչ մրցույթում լինել վիցեմիս Հայաստան, մինչ դա բոլորը դեմ էին։ Մինչ դա ես չեմ ունեցել ոչ մի աջակցություն, ոչ մի ընկեր, ոչ մի հարազատ, չեն եղել իմ կողքը պարզապես չընդունելով իմ որոշումը լինել մոդելինգի մեջ։ Բոլորը։ Ամենամոտ ընկերուհիները անգամ։ Բոլորը։ Ես թողել եմ բոլորին ու եկել եմ Երևան 0-ից սկսելով ամեն ինչ։ Շատ դեպքերում աշխատելով Երևանում տարբեր կազմակերպություններում ես աշխատել եմ լռել ու չասել, որ ես պատրաստվում եմ մասնակցեմ կամ արդեն իսկ մասնակցում եմ, քանի որ վախենում էի նորից ոչեր լսելուց։ Եվ ինչ տվեց արդեն մրցույթից հետո։ Այդ նույն մարդիկ ինչպես են քեզ հետ շփվում եւ այլն։ Մրցույթից հետո սկսվեց շատ թեժ քննարկումներ, մեծ աջակցություն դեպի ինձ, շնորհակալ ենք քեզ, դու բարձր պահեցիր Լորի անունը։ Ես հասկացա, որ այդ մարդիկ ուղղակի նկատեցին հաղթանակը։ Անցած ճանապարհը չտեսան, չեղան իմ կողքին, բայց հաղթանակը իրենց ոգևորեց, եղան իմ կողքին, շնորհավորեցին։ Ես հասկացա, որ պետք է ուղղակի չլսես ոչ ոքի։ Ունես նպատակ, շարժվի առաջ։ Հրաշալի խոսքեր ես հնչեցնում։ Մարիամ ջան, իսկ միջազգային արենայում մի փոքր կպատմես ինչպես են տեղի ունենում այսպիսի մրցույթները եւ ինչպես է մեզ մոտ տեղի ունենում, այսինքն որպես ներսի մարդ, որը մասնակցել է այդ ամբողջ process-ներին ականատես է եղել, դժվար եւ բարդ խոչընդոտ ճանապարհը հաղթահարել է։ Ինչը կփոխեիր, ինչը կցանկանայիր, որ փոխվեր եւ մրցույթում եւ զուգահեռներ նաեւ տանենք, հարցս մի փոքր երկար է, հայկական եւ միջազգային ասպարեզում, այնտեղ ավելի բարդ է գուցե, այնտեղ ավելի վտանգները շատ են, մի փոքր այս մասով խոսենք։ Իհարկե, բարդության մասին կարող եմ ասել, որ գրեթե նույնն է միջազգային թե Հայաստանում կատարվողը, չէ, միանշանակ նույնն է։ Դժվարությունները միգուցե ավելի շատ է միջազգայինում, քան Հայաստանում։ Մենք եթե այստեղ ի սկզբանե գրանցվում ենք 600 աղջիկ, գնում առաջին քայսինգին դուրս մնում 100-100-ներով ու անցնում վերջի 20-ը, միանշանակ միջազգայինում ավելի մեծ կոնկուրս կա, մրցակցությունը այնտեղ շատ է։ Այո, դրա համար կարող եմ ասել, որ միջազգայինը միանշանակ բարդ է, ավելի ծավալուն աշխատանք է, ու շատ աղջիկներ թողնում են իրենց քաղաքը, գնում են ուրիշ երկիր, ներկայացնում իրենց երկիրը, դա ավելի բարդ է կանգնել տարբեր երկրների կողքին ներկայացնելով քոնը։ Եթե մենք այստեղ ներկայացնում ենք մարզերով, այնտեղ ներկայացնում են երկրներով։ Այ այնտեղ հենց գալիս է քաղաքականության մասը, որի մասին ես խոսում եմ, որ այո, այսպիսի մրցույթները նույնպես քաղաքականացված են։ Եվ իհարկե քաղաքականացված է, քանի որ մենք շատ ենք տեսնում ինչպես են մեր հայ մոդելները երկրից դուրս միջազգային մրցույթներում փորձում տեղ գրավել, փորձում թեպետ լինելով ամենալավերի մեջ, իրենց տեսքով, պահվածքով, ամեն ինչով, բայց մեկ էլ տեսնում ենք, որ մեկ այլ երկիր, որը երևի այդտեղ այդ քաղաքական թեմաներն էր արծարծվում, լինում է այնպես ինչպես լինում է։ Դա շատ ներքին է, որը մենք երևի չենք կարողանա տիրապետել այդքան խորը, ինչի մասով ես կարող եմ խոսել, կասեմ, որ
ես ինքս պատրաստվում եմ անցնել այդ ներքին խոհանոցով, բարձրացնել իմ դրոշը ու գրավել տեղ։ Միանշանակ։ Ես չեմ էլ կասկածում, եթե քաղաքական արենայում ամեն բան լավ ստացվի եւ ինչու ոչ հաղթանակը հենց քոն էլ կլինի եւ փորձենք ամփոփենք Մարիամ ջան, քո օրինակով քո մեսիջը որը կլինի այն բոլոր աղջիկներին, որոնք պատրաստվում են եւս մեկ անգամ դիմել եւ որպեսզի չվախենան, չհանձնվեն, չկոտրվեն, խնդրեմ։ Ես ձեր միջոցով ուզում եմ հայտարարություն անել մի փոքր, ես շուտով լինելու եմ իմ սրտի քաղաքում, իմ ծննդավայր քաղաքում Վանաձորում, քանի որ ես շատ աղջիկներից եմ ստանում հաղորդագրություններ, զանգեր, ովքեր անգամ տարբեր ոլորտում, անգամ այն ոլորտի հետ, որի վրա ես կապ չունեմ, ինձանից ինչ-որ բան են հարցնում, ես ուզում եմ լինել առաջին հերթին իմ քաղաքում, հետո ամբողջ Հայաստանում շրջել ու աղջիկներին տալ հույս, աղջիկներին ցույց տալ, որ եթե ես կարող եմ, դուք կարող եք միանշանակ անցկացնել փոքրիկ սեմինարներ միայն իրենց հետ, նաև ուզում եմ այցելել իմ դպրոցը քաղաք Վանաձորում եւ ամանորին ընթരാճ ուզում եմ փոքր երեխաներին մի փոքր նվերներով այցելել, քանի որ մենք դեռ մանկությունից ձևավորվելով մեր մեջ նպատակներ, երազանքներ գալիս ենք ու հասնում ենք հասուն տարիքի, հասկանում ենք, որ երբ փոքր էինք, ուզում էինք դա մնաց։ Ես չեմ ուզում դա մնա։ Ես ուզում եմ դրանք իրենք տանեն առաջ։ Շնորհակալ եմ անչափ այս գեղեցիկ հարցազրույցի համար։ Ես եւ մեր ամբողջ ստեղծագործական թիմը մաղթում ենք քեզ միմիայն հաղթանակներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եվ թողարկման վերջում ցավալի լուր կյանքից անժամանակ հեռացել է անվանի բժիշկ Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Բագրատի Սահակյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը գրելով. «Կորուստը մեծ է համալսարանական ընտանիքի համար»։ Սահակյանի ղեկավարած թիմի շնորհիվ բարդ ու առաջին հայացքից անհավանական թվացող վիրահատություններ կատարվել են հսկայական աշխատանքի եւ փոխադարձ վստահության շնորհիվ։ Նրա թիմի աշխատանքները ներկայացվել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Շվեյցարիայի, Կանադայի եւ այլ երկրների մասնագիտական հավաքների ժամանակ։ Բուժառուներն էլ ոչ միայն Երևանից ու մարզերից, այլ տարբեր աշխարհամասերից են։ Պլաստիկ եւ միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժը մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում 50,000 վիրահատություն է արել, գրել է Մուրադյանը։ Այսքանը ցտեսություն։